Մինչև օգոստոսի 31-ը երկար սպասված շահավետ եռանկյուն ակցիայի շրջանակում ստացեք բացառիկ պայմաններ սալիկ, սանկերամիկա և ծորակ միասին ձեռք բերելու համար։ Ողջույն, հարգարժան տիկնայք և պարոնայք, առաջին լրատվականի եթերում Մեհրաբյան օնլայնն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Այսօր կլրնա առաջին շաբաթը, ինչ աշխատում է մեր նորընտիր ազգային ժողովը։ Ինչ ասես լսեցինք այս մի քանի օրերի նիստերի ժամանակ, ճառեր, ինչպես Շեքսպիրն էր ասում, խոսքեր, բայց այս ամենում ուրվագծվում է նաև այն պատճառները, որի համար այդ մարդիկ հավաքվել են խորհրդարանում, եկել են խորհրդարան, իհարկե բոլորի մանդատները պայմանավորված են դե յուրե այն ձայները, որոնք նրանք ստացել են, բայց այնուամենայնիվ մեզ հարկատուներիս մոտ օրինաչափական հարցեր են առաջանում։ Իհարկե քաղաքացիական պայմանագիրն առաջարկեց սկսել զրոյական էջից, զրոյական կետից, նոր էջից, նայել առաջ, հետ չնայել, միանգամայն տրամաբանական է, որովհետև ի վերջո բոլոր պետական ինստիտուտների ռեյտինգները համադրելով նայում ենք, որ ամենացածրը ազգային ժողովում էր։ Եվ կարծեք, թե պետք է նաև ինչ-որ ձևի վերլուծվեր, թե ինչն է դրա պատճառը, ի վերջո պարլամենտական երկրում խոսքը պարլամենտի մասին է։ Միանգամայն հասկանալի է, թե այսպես կոչված ընդդիմադիրներն ինչու են այնտեղ և ինչով են նրանք զբաղված։ Այո, նրանք անլրջացնում են, ապալեգիտիմացնում են, իմաստազրկում են ազգային ժողովը և հասկանալի է, թե ինչ պատճառով։ Բայց երբ դրան երկրորդում է քաղաքացիական պայմանագիրը այն էլ հաճույքով, հարց է առաջանում, թե դուք ինչ ունեք դրա մեջ և հարցը պատասխանի է սպասում։ Ի վերջո նրանք կարող են ցանկապատերի վրա հայհոյանքներ էլ գրել, դա չի նշանակում, որ պետք է սիմետրիկ գնալ պատասխանել։ Նույն ցանկապատի վրա, ասենք, այդ գրվածքի հարևանությամբ։ Ի վերջո կա մի մակարդակ, որից ներքև իջնել պետք չի և չի կարելի։ Իհարկե խոսքը չի կարող գնալ դաշնակցության մասին, որը ոչ խոսք, ոչ փաստարկը ուղղակի չի ճանաչում և խոսելու է այսպես ավտոնոմ ռեժիմով ինչի մասին ասեք և ինչպես ասեք։ Մենք դա էլ ենք տեսել։ Այնուամենայնիվ, երբ քաղաքացիական պայմանագիրը խոսում է իրական Հայաստանի մասին, իրական Հայաստանը նաև դա իրական օրակարգ ունեցող և այդ իրական օրակարգը սպասարկող Հայաստանն է նաև, միայն իրական սահմաններով չի դա պայմանավորված, նաև իրական օրակարգերով, որքանով է այս ամենը համարժեք այն ամենին, ինչ հռչակվել է ավելի վաղ, և ընդհանրապես որքանով ենք մենք մեր պետությունը, մեր օրենսդիրները, մեր հարկատուներիս հաշվին աշխատավարձ ստացող ադեկվատ այս խնդիրներին։ Փորձենք հասկանալ և այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավարում, սիրով ուզում եմ ներկայացնել, մեր հյուրն է անվտանգային քաղաքականության Երևանյան կենտրոնի համահիմնադիր, քաղաքագետ Դավիթ Պետրոսյանը, բարև եք եկել, պարոն Պետրոսյան, ուրախ եմ ձեզ նորից տեսնել, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Բարև, պարոն Մեհրաբյան, ես եմ շնորհակալ հրավերի համար։ Պարոն Պետրոսյան, դուք ուշով հետևում եք այս ընթացքին նորընտիր ազգային ժողովի, ձեր մոտ էլ ինչ-որ դիտարկումներ են ուրվագծվել ըստ այդմ, թե ինչ է խոսվում, ինչի համար է խոսվում, ինչ այսպես դատողություններ ունեք սրա հետ կապված, ոչ միայն որպես քաղաքագետ, այլև որպես քաղաքացի, որպես հարկատու, հա, այս մարդիկ ձեր եւ ձեր նմանների վարձու աշխատողներն են ըստ էության։ Համեցեք։
Այո, առաջինը ցանկամ շեշտել, որ փաստացի մենք արդեն կարող ենք արձանագրել, քանի որ ազգային ժողովի հանդիպումը եղել է, որ համակարգային ընտրակաշառք բաժանող ուժերը կարող են հայտնվել խորհրդարանում, ստանալ մանդատներ, մասնակցել քննարկումների, ընդունել որոշումներ։ Սա արդեն փաստ է։ Նախընտրական շրջանում հրապարակվեցին բազմաթիվ ձայնագրություններ, եղան բազմաթիվ դեպքեր, որոնք մեզ առնվազն հիմք են տալիս կարծելու, որ ընտրակաշառքը դա բաժանում էր ոչ թե այսպես ասած ապակենտրոնացված ձևով, ինչ-որ մարդիկ, ինչ-որ միտեղ, ինքնագլուխ, այլ ինքնաբուխ, այլ համակարգված, բայց այդ ուժը այժմ խորհրդանում են քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավորների հետ մեկ վեճերով, մեկ ժպիտներով ունենում են քննարկումներ։ Սա առաջի արձանագրումը, որ շատ կարևոր է եւ այսօր իմ կարծիքով պետք է նշենք, որ նախընտրական փուլում իշխող ուժը նշում էր, որ Հայաստանում իրավական համակարգը դեռ չի կայացել այնքան, որ նման դեպքերի հանդեպ ամբողջովին անհանդուրժողական վերաբերմունք լինի, այսինքն պետության թուլությամբ, պետական ինստիտուտների թուլությամբ բացատրվեց այն, որ ընտրակաշառք բաժանող ուժերը կարող են հայտնվել խորհրդարանում։ Սա մեկ, երկրորդը, սրա հետ կապված որ պետք է նշենք, որը մեր հիմնական մտահոգություններից մեկն էր, որ այս խոսակցությունը շատ երկար շարունակ Հայաստանում ընթանում է, դեռ կընթանա, այն է, որ Հայաստանում չի ձևավորում այսպես ասած երրորդ ուժ, որ կնի ժողովրդից, ուժ, որ հավատան կնի ժողովրդավարական արժեքներին, նշենք, որ նման պայմաններում երրորդ ուժի ձևավորման համար իրավիճակը գնալ ավելի է բարդանում, որտեղ եթե մենք նայենք այս վերջին խորհրդական ընտրություններին, կան երրորդ ուժեր, որ միգուցե եթե այս ուժերը չբաժանեն այսքան ընտրակաշառք, միգուցե նրանց շանսերը ավելի մեծ լիներ։ Իսկ այսօր երբ որ կա ուժ, որ կարող է ընտրակաշառք բաժանել, միգուցե հազարավոր ձայներ հավաքել այդ ընտրակաշառքի միջոցով, ապա այլ ուժերի խորհրդարան հայտնվելու հավանականությունը գնալով քչանում է։ Ու այս խնդիրը այժմ ոչ միայն մենք նշենք, որ այս խնդիրը կար, այլ այս խնդիրը կա եւ դա շարունակալու է մնալ։ Ու սա հետ կապված արդեն երկրորդ նկատառումն եմ ուզում անել, որ փաստացի, եթե մենք էլի հիմք համարենք իշխող ուժի հայտարարությունները, հիմք վերցնենք բազմաթիվ հետաքննական նյութեր, այն որ այդ երրորդ ուժերը փոխկապակցված են Ռուսաստանի հետ, ռուսական հատուկ ծառայությունների հետ, իշխող ուժը նրանց անվանում է 5-րդ շարժություն եւ այլն, այս ուժերը խորհրդարանում են, չնայած այս բոլոր այս քննարկումների քննադատությունների ու այս ուժերի գործունեությունը եւ մենք եւս մեկ անգամ կարող ենք շեշտել, որ նրանց արկայությունը խոսում է նրա մասին, որ Ռուսաստանի նպատակներից մեկը այն պահել Հայաստանի քաղաքական դաշտը վերահսկողության տակ, իրենք շատ լավ իրագործում են։ Այսինքն իրենք վերահսկում են Հայաստանում ընդդիմությունը, իրենք վերահսկում են Հայաստանում խորհրդարանը եւ ամեն րոպե, ամեն վայրկյան ըստ իրենց ցանկության կարող են խնդիրների քանակը մեծացնել եւ քչացնել։ Ու վերջին նկատառումը, որ այս հարցի վրա երկար չմնանք, բայց կարծում շատ կարեւոր է այն խոսույթը, որ մենք տեսնում ենք ազգային ժողովում, ես դեռ չեմ խոսում օրակարգերի մասին, կառուցողական քննարկումների մասին, մենք դրանից շատ հեռու ենք։ Ես խոսում եմ փողոցային լեզվով իրար հետ շփվելու, իրար գնահատականներ տալու, մասնավորապես օրինակ, եթե դուք սա չանեք, ապա դուք բեզաչոտնիկ եք, օրինակ, այս արտահայտությունը։ Թարապես ոնց որ մարդիկ մոռանում են որտեղից են իրենք խոսում, հա, ոչ թե իրենց թաղի բանն է, զրուցարանը, բիսեդկեն։ Ու ինչի համար հատկապես պարոն ասած ցանկանում շեշտել, մոտ մի քանի շաբաթ առաջ չեմ կարծում, որ մեկ ամիս անցել, մենք բանակում ունեցանք հերթական մահը, պայմանավորված ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով հարաբերությունների հետ, մենք գնալով Հայաստանում ավելի շատ ենք տեսնում կրակոցներ, սպանություններ, այսինքն քրեական ենթամշակույթի արկայության պատճառով մենք մեր երկրում ունենում ենք զոհեր, ու երբ որ ազգային ժողովը վերարտադրում է այդ խոսույթը, ազգային ժողովի падգամավորը իր միտքը կառուցում է քրեական արժեքներին համապատասխան կերպով, այսինքն հարցը լուծող հասցեագրող մարմինը լեգիտիմացնում է այդ խոսույթի արկայությունը Հայաստանի փողոցներում, հետևաբար իրենք էլ են պատասխանատու այս ամեն ինչի համար։ Սա ուղղակի աբսուրդ է եւ շատ ցավալի է, որ իրական վաղուց արդեն բարդ է գծեր քաշել իշխող ուժի ընդդիմադիրների միջև քրեական կամ փողոցային լեզվի մասով, բայց
արձանագրենք, որ արդեն ազգային ժողովում նման խոսույթը ուղղակի դարձել է սովորական, բայց մենք պետք է միշտ նշենք, որ դա մեզ համար անընդունելի է։ Պարոն Պետրոսյան, լավ, կա մեծամասնություն, կա փոքրամասնություն։ Ապրիորի, գոնե իմ ընկալմամբ, դա այն, այսպես, բազային, ելակետային դիրքերն են, որոնք թույլ են տալիս մտածել, որ մեծամասնությունը պետք է, այսպես ասենք, չգրված խաղի կանոններ թելադրի, ամենայն դեպս իր հնարավորությունները դրա համար այլ բան չէ, թվաբանորեն ավելի մեծ է, քան փոքրամասնություն։ Մենք տեսնում ենք հակառակը։ Այսինքն մեծամասնությունը այնուամենայնիվ որքան էլ որ ասում է չէ, դե եկեք նորեջ եւ այլ, բայց փոքրամասնությունը իջեցնում է նշաձողը, մեծամասնությունը իջնում է դեպի այդ նշաձողը եւ մի բան էլ ոմանք էլ հաճույք են ստանում դրանից կամ նստապավորությունը ոնց որ այդ հողի վրա ինքնահաստատվում են, հա։ Ես հասկանում եմ փոքրամասնությունը դրանով ինչ ա ուզում անի, դուք ասացիք, չէ՞ որ ձեր ընդհանուր ռեզումեն էս ամենից այնա որ ըստ այդմ Ռուսաստանը էֆեկտիվորեն վերահսկում է քաղաքական դաշտը։ Ես չեմ հասկանում մեծամասնության շահաբաժինը որն է, երբ որ նա այսպես ասենք առաջնորդվում է փոքրամասնության թելադրված խաղի կանոններով։ Չեմ հասկանում, եթե դուք հասկանում եք, ինձ բացատրեք։ Համաձայն։ Համաձայն եմ, ու այս եւ չես կարաչարկեմ մենք դիտարկենք ոչ միայն այս խորհրդանի շրջանակում, այլ նաեւ վերջին տարիներին, նույնիսկ հենց Թավշյա հեղափոխությունից հետո քաղաքացիական պայմանագիր կուսակցություն հնարավորություն ուներ Հայաստանում սահմանելու նոր մակարդակ քաղաքական խոսույթի։ Թե ռեֆորմների, թե արժեքների, ամեն ինչի ժողովուրդը ամբողջ ռեսուրսը տրամադրել էր։ Սա անելու համար պետք է դրա համար է մանդատ տվել։ Միայն դրա համար պետք է ստեղծել նոր նարատիվներ, նոր մոդելներ, նոր ռոլ մոդելներ, նոր արժեքներ, նոր սկզբունքներ, նոր գաղափարներ։ Սա կարիքը մենք ունենք, որտեղ ժողովուրդը իր զարգացվածությամբ, իր գիտակցությամբ, դա կլինի մշակութային, դա կլինի քաղաքացիական գիտակցության, դա կլինի ձեռնարկատիրական, դա կլինի կրթական, ավելի առաջ էր, քան այն ինստիտուտներ, որ մենք ունենք, դա համար այս անհամապատասխանության արդյունքում մեզ մոտ եղավ հեղափոխություն։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն հնարավորություն ուներ բարձրանալու կամ մնալու ժողովրդի հետ այդ նույն մակարդակի վրա եւ չիջնելու այն մակարդակին, որ այն ժամանակվա դիմադրները, որոնք հիմնականում են ամեն կերպ իջացնում։ Իսկ դա ինչպես տեղի ունեցավ, բերել քրեական բարքերով հարուստ լեզու, բռնության խոսք, ատելության խոսք եւ այլն։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը կամ պետք է ընտրել մնալ այստեղ, պայմաններ ստեղծել, համակարգը փոխել, որ նման բանը դուրս գա, խոսություն չկարողանա մնալ ու դա պետք է լիներ պատժելով, ինչպես նաև ճիշտը, այսինչի մենք մասին խոսում ենք խրախուսելով, այսինքն նոր բան բերելով, նոր նարատիվ ստեղծելով, սեփական օրինակով, նոր օրակարգով ճիշտ մարդկանց խրախուսելով։ Այո, թվաբանությամբ նաև մեծամասնություն է, այլ ինչ անմարեք մեծամասնություն։ Մի քանի անգամ են եղել մեծամասնություն կամ իջնել այդ մակարդակի վրա, այստեղ լինել մի քիչ ավելի լավը, քան նրանք խուսափել մրցակցությունից ավելի ուժեղ, միգուցե ավելի առողջ, ավելի նորմալ ուժերի հետ եւ այս ուժերի հետ շատ կոմֆորտ զոնայում, օրինակ նախկինին կարելի էր անվանել քալանչիներ, քողեր, ավազակներ։ Մենք տեսանք այս խորհրդանը սկսեց նորից մարտի 1, դուք մարդասպան եք, նրանք դուք եք մեղավոր, բայց էլի պատժվողներ չկան, պատժվածներ չկան։ Բայց խոսքը գնում էր, ասենք, տեխնացությունների քննարկման մասին։ Այո, բայց մենք էլի ամեն դեպքում մի հատ մարտի 1-ը հիշեցինք։ Այո, ու գնահատական չի տրվել դրա այդ կած իրավական։ Ու հիմա մենք տեսնում ենք դրա շարունակությունը, դրա համար ինչպես դուք նշեցիք, ազգային ժողովը լեգիտիմությամբ ամենացածր ինստիտուտներից մեկն է, երիտասարդությունը հետաքրքրված չէ քաղաքականությամբ, մարդիկ գնով ավելի են հեռվանում քաղաքականությունից,
ավելի ճիշտ բառը այո զզվելն է, զզվում ենք քաղաքականությունից, որի արդյունքում մենք տեսական ինչ-որ մենք հիմա տեսնում ենք, իսկ ինչ ենք մենք հիմա տեսնում, Սամվել Կարապետյանի անվան հետ կապված կուսակցությունը, մենք գիտենք, որ մեծ մասը որ քվեարկել է ուժեղ Հայաստան, քվեարկել են Սամվել Կարապետյանի անձի համար։ Անձնավորված։ Այնտեղ շատ նստած մարդկանցից շատերը ժողովուրդը չէր ճանաչում, դա համար այն հայտարարությունները, որ իրանք անում են, օրինակ դուք կյանքում թուրք տեսել եք, թե չէ։ Մյուսը ասում է, ես պարտեզում մասնակցեմ, դուք ինձ պետք է հարգեք, նման արտահայտություններ են արվում, որ իմ կարծիքով այդ խոսույթը չի համապատասխանում ազգային ժողովի падգամավորի մակարդակին։ Կա անհամապատասխանություն, որտեղ այդ մարդիկ ցավոք խորհրդան հայտնվել են ոչ թե սեփական, այսպես ասած, բազայի շնորհիվ, չեմ ուզում ոչ մեկին վիրավորել։ Այդ արտահայտությունը ես կողմից են արել, միգուցե հետո իմ կարծիքը փոխվի։ Ես ասում այսպես ինչ որ մեկ շաբաթում ես տեսել եմ։ Հայտնվել են այնտեղ Սամվել Կարապետյանի շնորհիվ։ Ու իսկ սա ինչի տեղի ունեցավ, որտեղ ժողովրդի մեծ մասը չհետաքրքրվելով քաղաքականությամբ, այդ իրավիճակում հենց նման ուժերն էլ հայտնվում են խորհրդարանում։ Ու այս իրավիճակը շարունակվում է, ու ցավոք իմ կարծիքով նույնիսկ ավելի է իջնելու մակարդակը, որտեղ երկու ստեքել այդ փոփոխությունները իմ կարծիքով որ եղել են, այդ իրավիճակը ընդհանուր Հայաստանում միջավայրը, դրա մասն կարող ենք խոսել, ավելի հանդուրժող է նման պահվածքի հանդեպ, ավելի հանդուրժող ենք մենք դարձել, թե անհատներով, թե խմբերով նման իրավիճակի հանդեպ, եթե նայենք 8 տարվա բանով, մենք հանդուրժողականությունը նման երևույթների հանդեպ իմ կարծիքով բարձրանում է, ու դա իրենք շատ լավ զգում են։ Պարոն Պետրոսյան, ի վերջո մենք խոսում ենք քաղաքականության մասին, քաղաքականության որակների մասին, եւ ուրեմն չենք կարող չխոսել քաղաքական տրամաբանության մասին։ Ի վերջո այս ամենը ինքնանպատակ չի լինում։ Այո, պարլամենտն իր մեջ ցանկացած երկրում պերֆորմանսի մեծ չափաբաժին է պարունակում, հա? Որովհետև պարլամենտում պահել է խոսել, չէ՞։ Նախ եւ առաջ ի սկզբանե բանն էր խոսքը, չէ՞, հետո նոր գալիս են գործերը եւ Պարլամենտը հենց այդ ամեն ինչին ծնունդ տվող մարմինն էր։ Եվ այդ խոսքի ընթացքում, այո, կարող է պերֆորմանսի, չգիտեմ, բեմականացման, այսպես մեծ չափաբաժինը լինել, բայց որը, այսպես որպես համեմունք, հիմնական ուտեստին կից ծառայում է ինչ-որ բանի, ինքնանպատակ չի։ Մեկ եւ երկրորդը, երբ որ դա ինչ-որ օգուտ կա մեջը, պարզ պրակտիկ օգուտ, ուշադրություն է գրավում, մարդիկ ովքեր անտարբեր էին, մեկ էլ հետաքրքրվում են, այսինքն այդտեղ էլ մի քիչ տաղանդ է պետք, այլ ոչ թե ձեզ չէին ճանաչում, ախ հիմա ճանաչեցին եւ էլ որտեղ ձեզ տենան միայն ալերգիա են ստանալու ձեր մասին հիշատակելուց կամ տեսնելուց կամ եւ այլ, չեմ ասում ամենացածր ռեյտինգով հիմնարկը պետական որ կա, ձեզ հարցնեն դուք որտեղ եք աշխատում, ամաչեք ասեք որտեղ։ Եվ էլ չեմ ասում, իհարկե, սա քաղաքական պայքարի ձև է նաև, ոչ մի անբնական բան չկա նրանում, որ մեծամասնությունն ուզի, այո, գերակայություն ունենալ փոքրամասնության նկատմամբ նաև քաղաքականապես, հա, գաղափարների առումով, եւ ստեղ տրամաբանությունը հետեւելն է, դու դիր այնքան բարձր նշածող, որ աթոռի վրա կանգնած էլ, ինչպես ասում են, բոյը չհասնի։ Բայց դուք ինչ եք անում։ Ինչով եք զբաղված։ Դուք տեսնում եք այստեղ այդ ջուրը թափենք, լցնենք մի կողմ, չոր մնացորդում, քաղաքական չոր մնացորդում, ինչ եք տեսնում։ Իմաստը ո՞րն է այս ամեն ինչ։ Համեցեք։ Ցավոք իմ կարծիքով այս խորհրդանից մենք մեծ ակնկալիքներ պետք է չունենանք հիմնական process-ն է տեղի ունենալու գործադիրի մակարդակում, իսկ քաղաքականի հետ կապված ավելի եւ շատ պետք է հետևենք իրական Սամվել Կարապետյանի հայտարարություններին, այդ ուժի ղեկավարի, որը նաեւ հավակնություն ունի համախմբելու այլ ընդդիմադիր ուժերի այս խորհրդարանը Սամվել Կարապետյանի երկրորդ ուժի մասն է խոսքը, Սամվել Կարապետյանի այսպես ասած քաղաքական կապիտալն է
իրենց նպատակը պետք է ամեն կերպ դեմոնիզացնել Նիկոլ Փաշինյանին ու քննարկվող հարցերի վերաբերյալ ես օրակարգային նկատի ունեմ անվտանգային տնտեսականով միգուցե ինչ-որ տարբեր թվեր ասվեն, բայց ավելի կոնցեպտուալ հայեցակարգային մակարդակում, ռազմավարական մակարդակում կրթության հետ կապված, բանակի հետ կապված ինչ-որ խնդիրներից խոսամ, բայց օրինակ թե որը պետք է լինի Հայաստանի պաշտպանողական դոկտրինը, զենքերը, մարտական պատրաստվածություն, կրթություն չեմ ակնկալում ես, հետևաբար ԿՊՆ-ն էլ նույն կերպ չի էլ այդտեղ ինչ-որ ավելի փորձելու հայեցակարգային բաներ ասել, այլ ուղղակի ինչպես ես մի հատ ստեղ օրինակ էի գրել, ես ճիշտ ասած ես որ նայեցի, հիշեցի բակային բազարները քննարկումն որ այ դու ես ասեցի, ես էլ քեզ ասեցի, հետո բայց իրանք է միջև այդ են էին ասել, ու դեն նույնիսկ sense հայտարարություն եղավ, որ այ մյուս անգամ որ sense բան լինի, մենք էլ զբաղվածություն չենք ցուցաբերելու։ Լրիվ ու ես չեմ էլ ասի, որ Բաքվում դա շատ տարածված է, շատ բակերում, շատ տեղերում այդ խոսակցությունը արդեն անցել են, իրանք իմ կարծիքով քիչ հետ են մնացել ընդհանուր իրավիճակից։ Այդ խոսակցությունը որ դու ես քեզ sense բան այդ ուղակի չգիտեմ ինչ որ մի հատ 5 բակ էր հիշեցնում ուղակի հագուստի տեղերը պիջակներ էին գալստուկներ էին այդքան այսինքն մեծ ակնկալիք ես չունեմ այս խորհրդարանից պետք է հետևել հիմնական խոսացողներին իրանց ասացից հետևություններ անել ուստեղ մի բանն է իրական աչքի զարնում Ռոբերտ Քոչարյանի պասիվությունը որ իմ կարծիքով պայմանավորված է Գագիկ Ծառուկյանի հետ կապված process-ներ, մենք հիմա տեսնում ենք, որ այս ցույցերի ժամանակ կարծես թե միայն ընտրակաշարք բաժանում Գագիկ Ծառուկյանն է եղել, իր հետ կապված բիզնեսներն էին փաստում միայն անօրինական, ուստեղ պարզ երևում է, որ պետական ինստիտուտների ուժը փաստում են պատմում է դեռ ԲՀԿ-ի վրա, միգուցե Ռոբերտ Քոչարյանը պասիվություն է պահպանում, որ իր հանդեպ էլ այդ ագրեսիվությունը այսպես ասած չլինի, Կարապետյան Սամվելի մասով իմ կարծիքով դեռևս այդքան փաստորեն պետական ինստիտուտները այդքան չեն կայացել, հələ որ հեծի հարցն է լուծվում, ու այս իրավիճակում մեզ ուղղակի այս պահին մենք հետևում ենք մնում է թամաշան։ Այո, այս պահին մենք հետևում ենք թե ինչպես մի քանի քաղաքական խմբավորումներ, որոնք այս կամ այն անձի պաշտպանական կամ հարձակվողական կապիտալ ունեն, Հայաստանում այսպես ասած իրականացնում են քաղաքականություն, այո, որը ձեր ասած քաղաքականության հետ կապ չունի։ Իսրայել քաղաքականությունը մենք բազմաթիվ խնդիրներ կան Հայաստանում, սկսված օրինակ որ գալիս ենք առաջինը եմ, ստեղ քանդված մի հատ հատված կա, ես արդեն չեմ հիշում, քանի ամիս է սա քանդված, բայց այդ փոշին կեղտը Երևանում դարձել է սովորական, տրանսպորտի վիճակը դարձել է սովորական, կրթության մասին ընդհանրապես ոչ մեկ չի խոսում Հայաստանում, դա կարծես ոչ մեկին չի հետաքրքրում, բայց բոլորը շատ նորմալ ընդունեցին, երբ որ բացը մակարդակով ասվեց դրսում սորողներ, թող իրենց դիպլոմներն ուղարկեն, փաստորեն ներսում սորողներից էլ ակնկալիք չկա, մեր հույսը միայն դրսում սորացներն են, այդ դրսի սորացների մասով էլ չեմ կարող չնշել, որ Հայաստանի Հանրապետությունը մինչև հիմա նորմալ ծրագիր չունի դրսում սովորելու նպաստելու համար, մարդիկ այլ երկրների ֆոնդերով են գնում սովորում, բանակի հետ կապված ես ուղղակի ապշած եմ, սա չեմ կարող չասել, ինձ թվում էր, որ 44-րդ պատերազմից հետո Միջև 22 էսկալացիաներից հետո Հայաստանում բանակի խնդիրների մասին խոսելը այլևս տաբու չէ, այլ հակառակը խրախուսվում է։ Հիմա փորձում են բերել նույն այն հանցավոր իրավիճակը, պրակտիկան, երբ որ բանակի մասին խնդիրների մասին չէր կարելի խոսել։ Ես ուղղակի ուզում եմ հիշեմ, թե 44-ից հետո ոնց ամեն կողմը մեկին մեղադրում էր, այ որ մենք խնդիրներից չենք խոսացել, այսպես է եղել։ Ու հիմա այդ խնդիրները քան որ չեն լուծվել, էլի այդպես է լինում, բայց հիմա ասում են այդ խնդրի մասին եկեք չխոսենք։ Իսկ այն խոսույթները, որ քաղաքացիներին հետաքրքրում են, սա ուղղակի ազգային ժողովն տեղ չունի, որտեղ այն քաղաքական ուժերը, որտեղ ընտեղ են, իրանք ոչ թե հետաքրքրված են քաղաքացիների խնդիրներով, այլ այն մեկը հետաքրքրված է փորձելու մյուս անգամ գալ իշխանության, այս մյուսի նպատակն է իրականում իշխանությունը պահելն է շատ վաղուց ցավոք արդեն։ Ու մնացած արդեն բոլոր process-ները ածանցյալ են իմ կարծիքով այս ամենին ու վերջի բանը որ կցանկանամ նշել, ինչն է իմ կարծիքով հիմա այս խոսակցությունից անդին տեսնելով այս խորհրդանը մի բան է մնում, շատ կարևոր է, իսկ ոչ թե մի բան, այլ կարևոր մի բան կա, որ ավելի պետք է ընդգծել, որքանով
քաղաքական հասարակությունը կամ քաղաքացիական հասարակությունը, որը դուրս է ազգային ժողովից, կամ այո, ազգային ժողովից, կկանա ձևակերպի օրակարգ եւ ստիպի, որ ազգային ժողովում падգամավորները թողնեն բեզաչոտնիկին քնտրտուքները, այդ ընդեղ էլի արտահայտություններին չեմ ուզում օգտագործել ու սկսեն խոսել այս խնդիրներից։ Սա իմ կարծիքով ոչ թե պետք է ակնկալել, որ սա կլինի ներսից, այս պանջը միայն կարող է գալ դրսից։ Ու եթե այս պանջը դրսից չեկավ, այդ խոսույցը ընդեղ ավելի է իջնելու։ Պարոն Պետրոսյան, այս ամենը մենք ինչ քննարկում ենք մեր ներսի մասի, ունի նաև իր արտաքին ֆոնը ևս։ Դա Ռուսաստանի հետ մեր հարաբերություններն են, որոնք արձանագրում են պատմականորեն աննախադեպ միջպետական ճգնաժամ։ Ռուսաստանը գիտենք, որ հրաժարվեց ճանաչել մեր սահմանները, հետո պարզ դարձավ, որ Ռուսաստանը հրաժարվում է մեր ընտրությունը ճանաչելը, Ռուսաստանը հրաժարվում է մեր պետությունը պետություն ճանաչելը որպես այդպիսին, իրավունքը։ Մեզ մարդատեղ չի դնում։ Այն փաստաթղթերը, որը մենք ունենք Ռուսաստանի հետ, մակուլատուրա է, որովհետև մի մոլագար կարող է թարս ոտքից վեր կենալ ու ասել, դու իմ դուրս չես գալիս, փակում եմ, լավ եմ անում։ Հիմա այդ անիմաստ կառույցներից մեկը ԵԱՏՄ-ն, որը իբր ողջ է, այլ ոչ թե մեռած, Հայաստանի վարչապետը հերթական անգամ այցելում է այդ վարչապետերի ֆորմատին, հա, ոնց էր միջկառավարական, տնտեսական խորհուրդ, թե ինչ կարևոր չի։ Մի խոսքով Հայաստանի վարչապետն առանձնանում է բոլոր մասնակիցներից նրանցում, որ նա թե համար մեկերի հանդիպումներին է մասնակցում, թե համար երկուսների, հա, դե կառավարման ձևից է գալիս, պարլամենտական երկիր միայն Հայաստանն է այդ անդամ երկրներից, դե իսկ այնտեղ էլ վարչապետերը մինիստրների բրիգադիրների դերում են, էլի, ոչ թե ինչ-որ առանձնապես քաղաքական ֆունկցիա են կրում իր վրա։ Հիմա ռուսական այսպես կոչված լրատվամիջոցների, այսպես կոչված լրագրողներին էլ Փաշինյանը փորձեց բացատրել։ Մենք տեսնում ենք, որ այո, Հայաստանը վարում է իր գործերը Ռուսաստանի հետ, այսպես ոչ շոկային, ոչ կոնֆլիկտային հունում պահելու մարտավարությամբ, բայց դա միայն մեր ցանկությամբ չի պայմանավորված, մեր ուզելը քիչ է, հա։ Եթե Ռուսաստանը տանում է, որ քո մոտ լինի առավելագույն շոկ, որ քո մոտ լինի կոնֆլիկտ իր հետ, դուք տեսաք այդ այցի նվագակցությունը ռուսական պրոպագանդայի կողմից։ Ընդհանուր կպան մեր դիվերսիֆիկացիայից, ասում հոպ, ինչ դիվերսիֆիկացիա, դուք դիվերսիֆիկացիայով քողարկում եք բանը, հա, անջատվելը Ռուսաստանից եւ մեզ թշնամական Եվրամիության հետ մերձենալը եւ այլն եւ այլն։ Համեցեք։ Շնորհակալություն, ինչպես դուք Ռուսաստանի հետ կապված հարցը մի հիմքից այսպես ասած եկա, ես եմ ցանկանում մի քանի արձանագրում անեմ, ինչ ներկայիս իհարկեին ադանենք, որտեվ ամեն կերպ քաղաքական խոսույթը, քաղաքական ուժերի հետ փոխկապակցված մեդիաները փորձում են ամեն կերպ մեր քաղաքական հիշողությունը կարճացնել։ Նախ չպետք է մոռանանք, որ Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ներկայությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղի ունեցավ էթնիկ զտում։ Սա շատ կարևոր է։ Սրա մասին գնալով քիչ է։ Հա, ես միգուցե ես, այո, մեղավոր եմ։ Տեղի ունեցավ էթնիկ զտում Լեռնային Ղարաբաղում ու բացի դրանից ռուսական խաղաղապահ ուժերի թողտվությամբ Լեռնային Ղարաբաղը պահվում էր բլոկադայի մեջ, որի նպատակն էր թուլացնելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մարտական պատրաստվածությունը այդ հարձակումից առաջ։
Սա շատ կարևոր է։ Երկրորդ, ինչպես Եվ թալանելու, որին մասնակցում են նաև այդ ռուս այսպես կոչված մարդկանց ապրանքներ վաճառել, 5000 դրամով սիգարետ են ձեռնարկատիրական աշխատությամբ բողանով ինչի համար ես դու այնտեղ գտնում ու ինչի եմ սա հատկապես շեշտում ես Բոսնիայում էի այնտեղ ՄԱԿ-ի խաղապահուժերի ներկայությամբ էր տեղի ունեցել ցեղասպանություն ու միջ այդ ՄԱԿ-ի հետ կապված կամ հոլանդական խաղապահուժերի հետ կապված բոսնիական ժողովրդի մոտ շատ լուրջ այսպես ցասում կա, որը միջև հիմա կա 90-ականներին դա է, միջև հիմա դա կա մեզ մոտ Սերեբրենիկան, այո, մեզ մոտ արդեն մի քանի տարի անցել, այնպես է ներկայացնում, ոնց որ դեռ ոչ մեկը չի եղել, դեռ ուղղակի Ադրբեջանը հարձակվել է այդպես։ Երկրորդ, Ռուսաստանի թողտվությամբ Հայաստանի սահմանների տեղի ունեցավ 3 անգամ ադրբեջանական ուժերի հարձակում, Ռուսաստանը չճանաչեց մեր սահմանները, որից հետո Հայաստանը սկսեց փնտրել այլ ընտրանքներ անվտանգային համագործակցության համար, սեփական անվտանգությունը պահպանելու համար, եղավ ԵՄ դիտորդական առաքելությունը, Ամերիկայի հետ հարաբերություններ խորացան։ Դուք դա ասում եք, ինչ են պատասխանում ռուսները։ Որ ասում են «Վկլյուչայա դուրաչկա», չէ՞։ Նրանք ասում են Լեռնային Ղարաբաղի հետ կապված ՀԱՊԿ-ը որևէ ֆունկցիա չուներ եւ ձեր պրետենզիաները մեր նկատմամբ անհիմն են։ Դրա հետ կապված երկու բան է պետք պատասխանել, շատ լավ ՀԱՊԿ-ն, բայց պատասխանատվություններ Հայաստանի Հանրապետության տարածքի մասով միջև հիմա այն պատասխանատվություն ունի, իմ կարծիքով մեր ԱԳՆ-ն, վարչապետի աշխատակազմը պետք է պարբերաբար նամակներ ուղարկեն, հասկանան թե ՀԱՊԿ-ն ինչ է անում, որ ադրբեջանական զորքեր Հայաստանի տարածքից դուրս գան, որտեղ մենք շարունակում ենք մնալ ՀԱՊԿ անդամ, հատկապես ջերմուկի բարձունքներից։ Դե ֆակտո այլևս ոչ։ Միջև հանելը, այդ սառեցվածը հասկանում եմ, բայց մենք դեռևս ՀԱՊԿ անդամ ենք։ Մենք դեռևս ՀԱՊԿ անդամ ենք, դե յուրե ՀԱՊԿ անդամ ենք, մենք ՀԱՊԿ-ից դուրս չենք եկել։ Իսկ Լեռնային Ղարաբաղի մասով կար նոյեմբերի 9-ի համաձայնություն, որ ՀԱՊԿ-ի հետ կապ չունի, դա անմիջապես Ռուսաստանի պարտավորվածություն է, Ղարաբաղ տարածքը տեղակայվել էր Լեռնային Ղարաբաղում, Ռուսաստանն էր հիմնական միջնորդը այդ եռակողմ հայտարարության, նաև պաշտպանության առաջ տանելու, որի ընթացքում ադրբեջանական կողմը կարողացավ համարյա ոչինչ չանել իրենց խախտել բոլոր այն պարտավորությունները, որ իրենք վերցրել են։ 9-ից 8-ը։ Այո, սա այն իրավիճակն էր, որը կար, որը բերել այս իրավիճակին, սա չպետք է մոռանալ։ Այս իրավիճակից հետո, երբ որ մենք կորցրեցինք Լեռնային Ղարաբաղը, մենք կորցրեցինք Լեռնային Ղարաբաղում մեր բոլոր ընկերներին, քույրերին եւ որտեղ այնտեղ ապրում էին, եկան Հայաստան, Հայաստանի հանդեպ եղավ այդ հարձակումները, նոր Հայաստանի իշխանությունը հասկացավ, որ պետք է փրկել այլ գործընկերներ։ Սա ոնց վերաբերվեց Ռուսաստանը, սպառնալիքներով, սանկցիաներով տնտեսական, հիբրիդային հարձակումներով, հողը վերցնելով զենքը չտալով, Հայաստան ուղարկելով տարբեր գործարներ, ովքեր բացեցին քաղաքական կուսակցություններ, հիմա այս 3 տերորիստական խումբ ուղարկելով, ստեղ մենակ այդքանը դեռ բռնվել է, ես չգիտեմ էլ ինչ կա։ Ու ես ոչ չեմ խոսում այն հայտարարությունների մասին, որ քաղաքացիական պարունակի կուսակցության կողմից լինում են 5-րդ շարժում, հետախուզական ծառայություններ եւ այլն։ Սրանք այն փաստերով, որ կան, հիմա այսքանից հետո, այս ամբողջ իրավիճակից հետո հայ-ռուսական հարաբերություններում այս կարող ենք ասել աննախադեպ ճգնաժամում մեղադրել հայկական իշխանություններին Մեն մի բան կարող է լինել, երբ որ այդ ուժը կամ այդ ասողը իրավիճակին նայում է Ռուսաստանի կողմից, այլ ոչ թե Հայաստանի կողմից։ Այն ինչ որ ռուսներն են անում, դու էլ վերկանաս թարգմանես հայերեն ու արտաբերես նույն բանը։ Ես այսօր հայտարարություն տեսա առավոտյան, ուժեղ Հայաստանի падգամավորներից մեկն էր խոսում, ինքը փորձում էր մեզ հաղորդակցել իմ կարծիքով, թե ինչքան վտանգավոր է, եթե մենք ԵԱՏՄ-ից դուրս գանք։ Ես ուղղակի մի բան եմ ցանկանում ասել, նույնիսկ քաղաքական խոսույթից մի քիչ զատ, վերջին մի քանի տարում այնքան պատերազմ ու կոնֆլիկտ եղավ, այնքան մենք ընկերներ կորցրեցինք, այնքան զոհեր եղան, այնքան ծանր ու բարդությունների մեջով, ոնց է գիտակում այս ամբողջ երրորդ հանրապետությունը, եթե մենք նայում ենք, արունը շատ է։ Այս ընթացքում
Եթե մենք ասում ենք, որ 1000 տարի մենք պետություն չունենք, դա համար խնդիրներ կան, այս 30 տարի միթե բավական չէր մի քիչ իսկապես հայրենասեր լինելու համար, մի քիչ սեփական երկիրը, սեփական պետությունը ինքդ քեզ հարգելու համար։ Գիտեք, մենք այս իրավիճակը, որ գերտերություն կա, իր անմիջական հարաբերությամբ գտնվող փոքր պետությունի ճնշումը շատ աշխարհի տարբեր տեղերում կարող ենք տեսնել, բայց կարմիր գծեր կան, որ այդ փոքր ժողովուրդների նույնիսկ ընդդիմադիր գործիչները չեն անցնում։ Մեզ մոտ իմ կարծիքով այդ կարմիր գծերը վերացել են, ու եթե ես փորձեմ ուրիշ երկրի քաղաքացու աչքից նայեմ, թե մեկ-մեկ ընդդիմադիր գործիչները ինչ կարող են խոսալ, ես կասեմ, այս ժողովուրդը ընդհանրապես այդ ասում ենք հին ազգ ենք, հին պետություն ենք, այդ կարող է իրանք ճիշտ չեն ասում։ Իմ կարծիքով այս սանդղակը պետք է սահմանվի։ Բաներ կա, որ այո, կախվածություններ կան, պետք է զգույշ լինել, տարբեր սպառնալիքներ կան, բայց սա չի նշանակում, որ ամենաբարձր ամբիոնում պետք է հացակային տակ դրվի էլեմենտար սեփական պետությունը, սեփական քաղաքացիներին հարգելու այդ, չգիտեմ, պարտավորությունը։ Իսկ դա մենք ամեն օր տեսնում ենք, ու այդ լավ տեղ չեմ կարծում, որ տանելու։ Այդ հայտարարությունները այնպես չեն ասում, դրանք իրենց ազդեցություն ունենում են։ Շնորհակալ եմ, պարոն Պետրոսյան, ձեր այս շատ կարևոր դիտարկումները եւ գնահատականները, նաեւ առաջարկները մեր հեռուստադիտողին ներկայացնելու եւ ձեր ժամանակից մեր եթերին հատկացնելու համար հետևենք դեպքերի ընթացքին, հուսով եմ, որ ձեր այս խոսքը նաև կգտնի իր համապատասխան հասցեատիրոջը եւս եւ հետեւություններ անելու առիթ կտա։ Իշնոր հանդիպում եւ ամենայն բարիք։ Շնորհակալ եմ հրավերի համար, պարոն Մերաբյան, առայժմ։ Համենք զրուցեցինք մեր գործընկեր անվտանգային քաղաքականության Երևանյան կենտրոնի համահիմնադիր Դավիթ Պետրոսյանի հետ, լսեցինք իր դիտարկումները կապված մեր նորընտիր օրենսդիր մարմնի աշխատանքային առաջին շաբաթվա տպավորությունների, ինչպես նաև Հայաստան-Ռուսաստան այս ընթացող եւ խորացող ճգնաժամի հետ։ Խաղաղություն եւ բարի նույնցես։